Ողջույն սիրելիներս, այսօր կրկին հանդիպում ենք Potential TV ծրագրի շրջանակներում, նախագծի շրջանակներում։ Այսօր խոստացել եմ խոսել 1 թվի ուրեմն էներգիաների մասին, այսինքն այն մարդկանց մասին, ովքեր ծնվել են ամսի 1-ին, 10-ին, 19-ին և 28-ին։ Նախ հիշեցնեմ, թե ինչպես ենք հաշվում մեր հոգու թիվը, այն ծննդյան օրվա թիվն է, և եթե երկնիշ թիվ է, ապա երկնիշ թվի յուրաքանչյուր թիվը գումարում ենք իրար։ 1-ի դեպքում գումարել պետք չէ, 10-ի դեպքում 1-ին գումարում ենք 0, ստանում ենք 1, 19-ի դեպքում 1-ին գումարում ենք 9, 10, 10-ը և 0-ն միասին կազմում են 1, և 28, ամսի 28-ի ծնվածները 2-ին գումարում ենք 8, ստանում ենք 10, այսինքն 1-ին նորից գումարում ենք 0 և վերջնաարդյունքում ստանում ենք 1։ Ասեմ, որ խոսքը վերաբերում է ցանկացած ամսի 1-ին 1 թվանշանով ծնվածների մասին, յուրաքանչյուր ամսվա 1-ին, 10-ին, 19-ին և 28-ին ծնվածների մասին։ Իդեպ միանգամից ասեմ, որ անշուշտ ամսի 1-ին, 10-ին, 19-ին և 28-ին ծնվածները, թեպետ իրենց ծննդյան օրվա թվանշանները միասին գումարած 1 են ստացվում, սակայն կան որոշակի նրբություններ, օրինակ 28-ին ծնվածի մեկը նույն ամսի 1-ի ծնվածի 1-ից մի փոքր տարբերություն կա, այդ տարբերությունների մասին չենք խոսի բնականաբար, կխոսենք միայն վերջնարդյունքի մասին, որ գումարը ստացվում է 1, հիմնական էներգիան 1-ի էներգիան է, բայց ինչպես է ստացվում այդ թիվը, դա ևս կարևոր է, օրինակ 10-ի դեպքում ստացված 1-ը մի քիչ տարբերություն ունի ամսի 1-ի ծնվածի հետ, ինչևէ, խոսենք հիմնականի մասին, եթե հարցեր կլինեն, ապա կխոսենք նաև մնացած ուրեմն նրբությունների մասին։ Նախ ասեմ, որ ամսի 1-ին, յուրաքանչյուր ամսվա ամսի 1-ին ծնվածները ընդհանրապես կրում են առաջնորդի էներգիա, իրենք իրենց բնույթով լիդերներ են, հրամանատարներ, իրենց բնույթով, կարևոր չէ, որ այդ ոլորտում ինչ-որ ուժային ոլորտներում հրամանատարի պաշտոն զբաղեցնեն, ընդհանրապես իրենք իրենց բնույթով, եթե շրջապատում կա 1 թվի էներգիաներ կրող անձնավորություն, ապա այն իր նախաձեռնողականությամբ հաստատ կտարբերվի մյուսներից։ Այս թիվը կրողները 1-ի տակ ծնվածները ընդհանրապես սիրում են առաջինը լինել, սիրում են հարցերին ընդհանրապես կրեատիվ լուծումներ տալ, շատ ինքնավստահ են, նախաձեռնող են, ունեն յուրահատուկ պատկերացումներ ցանկացած հարցի վերաբերյալ, իրենք իրենց դիրքորոշումն են միշտ ունենում ցանկացած հարցի վերաբերյալ, և ընդհանրապես 1 թվի թվանշանի տակ ծնված մարդիկ մի քիչ հասարակության մեջ տարբերվում են նրանով, որ չեն սիրում ամբոխի հոգեբանությամբ ապրել, եթե բոլորը այսպես են անում, ապա ինքն էլ այդպես անի, որպեսզի ամբոխից չառանձնանա, ընդհակառակը, նրանք չեն վախենում առանձնանալուց, չեն վախենում սեփական տեսակետ արտահայտելուց, արտահայտվում են շատ հստակ, իսկ ինչքանով է դա ընկալվում հասարակության լայն շերտերի կամ տվյալ խմբի անդամների կողմից, որտեղ իրենք այդ պահին գտնվում են, դա այլ խնդիր է, այլ քննարկման թեմա։ Ընդհանրապես ասեմ, որ 1 թվի էներգիայի տակ ծնվածները կամ 1 թվի էներգիա կրող անձիկ ընդհանրապես իրենց համար չկան պրոբլեմներ, կան խնդիրներ, որոնք ունեն լուծումներ և մտածում են, որ ամեն խնդիր ունի իր լուծումը և չլուծվող հարց չկա, ուղղակի պետք է գտնել այն լուծումը, որը տվյալ խնդրին է վերաբերում, այդպես են նրանք մտածում, փակուղիներից դուրս են գալիս շատ հանգիստ, փորձում են ընդհանրապես փակուղային իրավիճակներում
կանգ առնել, վերլուծել իրավիճակը եւ նոր ուրեմն քայլերի հերթականությամբ դուրս գալ ցանկացած փակուղային իրավիճակում։ Նրանք ունակություն ունեն մարդկանց հետ հավասարակշռված շփվելու, իրենց հետևից լայն մասաներ տանելու, նրանց խոսքը ընկալվում է որպես ծանրակշիռ միտք, այսինքն որովհետև նրանք ավելորդ տեղը չեն սիրում իրենց մտքերը քամուն տալ, ավելի շատ սիրում են ըստ նպատակային, ուրեմն նպատակային օգտագործել իրենց էներգիան եւ իրենց ասելիքը ասել տեղին, ժամանակին եւ բավականին հավասարակշռ ձևով։ Նրանք հիմնականում ունենում են անկախ բնավորություն, նրանց ղեկավարելը մի քիչ բարդ է, ավելի շատ նրանց ղեկավարելուց առաջ պետք է մտածել, որ եթե մարդը մեկի էներգիայի տիրույթում է, ապա պետք է նրա հետ ավելի շատ համագործակցողի դիրքերից շփվել, քան ղեկավար եւ ուրեմն ենթակա հարթության մեջ, եթե մեկը ենթակա դիրքում է այդ պահին, որովհետև եթե նրան վերաբերեն որպես ենթակայի, ապա մեկը կկորցնի իր վերլուծելու, իր դրսևորվելու հատկությունը եւ միանգամից կընկնի ուրեմն իր թվի բացասական էներգիայի հոսքերի տիրույթում, ինչը վնասակար է եւ իր համար եւ տվյալ ուրեմն հաստատության կամ շրջապատի համար, որտեղ ինքը գտնվում է։ Ընդհանրապես մեկ թվի հովանավորը Արեգակն է եւ մեկերը օժտված են հզոր էներգիայով, հզոր լույս ունեն իրենց ներսում եւ եթե իրենք կարողանում են իրենց ներսում զգալ այդ լույսը, այդ հզորությունը, այդ լույսը, ապա այդ դեպքում կարող ենք ասել, որ մեկ թվի էներգիայի տակ ծնված մարդիկ, այսինքն այն ամսի 1-ին ծնված մարդիկ կամ 1-ին, 10-ին, 19-ին, 28-ին ծնված մարդիկ յուրաքանչյուր ամսվան է վերաբերում, ուրեմն ռեսուրսի մեջ են եւ գտնվում են իրենց ճիշտ դիրքերում։ Իդեպ նրանք բավականին հետաքրքիր խարիզմայի շնորհիվ կարողանում են զգալ առաջնայինը երկրորդայինից տարբերել, սա եւս իրենց համար բավականին ուրեմն յուրահատուկ հատկություն է եւ նրանց համար մեկերի ճիշտ դրսևորվելու համար կարևոր է, որ նրանց մտքի եւ սրտի ուրեմն բալանսը ճիշտ լինի, այսինքն երբ որ խախտվում է մեկ թվի կրողների մտքի եւ սրտի բալանսը, ապա նրանք կարող են անմիջապես հայտնվել բացասական էներգետիկ հոսքերի ուրեմն տիրույթում եւ բավական էներգիա կորցնել առողջություն եւ այլն։ Մեկերի էներգիան հիմնականում կենտրոնանում է նրանց գլխի տիրույթում եւ եթե նրանք չկարողանան իրենց մտքով լուծել հարցերը կամ ընդհանրապես վերլուծական գործերով զբաղվել, ապա հնարավոր է, որ նրանց մոտ ճգնաժամային ուրեմն իրավիճակներ ստեղծվեն, նրանք դադարեն ռեսուրսի մեջ գտնվել եւ ընկնեն ուրեմն ապատիկ իրավիճակների մեջ, այդ ապատիկ իրավիճակներում մեկ թվի կրողները ուրեմն դառնում են սարսափելի ալարկոտ, դեպրեսիաների մեջ ընկնելուց նրանք ալարում են նույնիսկ իրենց համար ջուր վերցնել, որպեսզի խմեն, ջուր չեն խմի, կմնան ծարավ եւ քանի որ իրենք ալարում են վերցնել դա եւ անել եւ դա ուրեմն ցուցիչ է, որ մեկ թվի կրողը գտնվում է բացասական էներգիայի տիրույթում, նրանք սկսում են մեկուսանալ հասարակությունից, սկսում են չշփվել մարդկանց հետ, սկսում են ցանկացած ուրեմն առիթի դեպքում ուրեմն հեռու մնալ լայն մասսաներից եւ այլն, այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ մեկը գտնվում է ուրեմն
մեկ թվի կրող այդ անձնավորությունը գտնվում է ուրեմն բացասական էներգիաների ուրեմն տիրույթում։ Սա մեկերի մասին ընդհանուր նկարագրությունն է, այն մարդիկ, ովքեր ուրեմն ծնվել են մեկ թվի յուրաքանչյուր ամսվա 1-ին, 10-ին, 19-ին և 28-ին, պետք է ուշադիր լինեն իրենց ուրեմն իրենց վարքագծին պետք է ուշադիր լինեն և կարողանան անընդհատ որսալ, թե արդյոք իրենց միտքն ու սիրտը համահունչ են խոսում և սինխրոն են իրար հետ աշխատում, արդյոք նրանք անում են այն, ինչ որ իրենց սիրտն է ուզում, թե անում են այն, ինչ որ շրջապատն է ուզում կամ ինչ որ բան են ստիպված անում գոհացնելու համար իրենց շրջապատին, երբ մեկ թվի կրողները սկսեն ապրել շրջապատի համար, ոչ թե սեփական սրտից բխող ցանկություններն իրականացնելու համար, այդ դեպքում նրանք բավական էներգիա կկորցնեն և հնարավոր է լուրջ առողջական ուրեմն խնդիրներ ունենան, արյան ճնշում բարձրանա, քանի որ նրանց էներգիան հիմնականում կուտակվում է գլխի հատվածում և գլխի հետ կապված ուրեմն ցանկացած տհաճ գլխացավեր, չգիտեմ, տարբեր ցավեր, տարբեր ուրեմն անհանգստություններ ունենան, էլ չեմ ասում ուրեմն ինսուլտային իրավիճակներից, այնպես որ սիրելիներս, եթե դուք ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 1-ին, 10-ին, 19-ին կամ 28-ին, իմացեք, որ դուք պետք է ուրեմն կարողանաք իվերուս ձեզ տրված արևի էներգիան ճիշտ օգտագործել և օգտագործել ի նպաստ ձեր և ձեր շրջապատի, հակառակ դեպքում դուք կդառնաք սարսափելի, ձանձրալի և տհաճ տվյալ ուրեմն հասարակության համար, իհարկե նման ուրեմն ձանձրույթ կարող է առաջացնել ցանկացած թվի տակ ծնված անձնավորություն, երբ որ չի գտնվում ռեսուրսի մեջ, այսինքն գտնվում է բացասական իր թվի բացասական էներգետիկ հոսքերում, այնուամենայնիվ, որպեսզի դուք ավելորդ էներգիա չկորցնեք, այն էլ արևի այդ ջերմ, լուսավոր, պայծառ, մարգարտաշող էներգիան չկորցնեք, ուրեմն և այն ճիշտ օգտագործեք, աշխատեք միշտ որպես ուրեմն ստուգողական աշխատանք ինչ որ բան անելուց առաջ մտածել, թե արդյոք այն ինչ որ դուք մտածում եք, որ ուզում եք անեք, դա բխում է ձեր սրտի ցանկությունից, թե ոչ, սա թող լինի կարմիր լույս, եթե չկա նման համագործակցություն, ուրեմն պետք է հետ կանգնել այդ մտքից և պետք է մի փոքր ժամանակ տրամադրել և եթե նորից կարողանաք նորից ցանկություն առաջանա սրտանց վերադառնալ այդ կետին և շարունակել տվյալ աշխատանքը, ապա այդ ժամանակ կարող եք վստահ լինել, որ դուք ճիշտ ուղու վրա եք։ Հարգելի մեկեր, այսքանով ավարտեմ իմ մեկնաբանությունը, ուրեմն թվային հոգեբանության շրջանակներում յուրաքանչյուր ամսվա 1-ին, 10-ին, 19-ին, 28-ին ծնվածների մասին, իհարկե ասեմ, որ սա ամբողջը չէ, սա ընդամենը փոքրիկ ուղեցույց է հասկանալու համար ինքներդ ձեզ, քանի որ ինչպես արդեն պայմանավորվել ենք, ես որոշել եմ, որ այն գիտելիքը, ինչ որ ինքս ունեմ, ուզում եմ կիսվել ձեզ հետ, որպեսզի դուք ևս կարողանաք ուրեմն մի փոքր ավելի ուրեմն ձեր ներսը կարողանաք զգալ և կարդալ և ինքներդ ձեր ներքին էներգիան կարողանաք ճիշտ ուրեմն դրսևորել, որպեսզի հեռու մնաք տարբեր ուրեմն տհաճ իրավիճակներից և առավել ևս հիվանդություններից։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ